Գաղափարը ծնվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մոտ։ Ինքը դիտելով ցուցահանդեսը առաջարկեց բանակի 25-ամյակի առիթով նա պատկերագիր տպենք ու տենց հանդիպեցինք ու ոնց որ ինքը քաջալերեց արդեն սկսեմ բոլոր բանակային ֆոտոները հավաքենք ու աշխատենք այս պատկերագրքի ստեղծման համար եւ պատկերագրքի խմբագիր Արմենը Սարգսյան առաջարկեց որ նկարները ուղեկցվեն հայտնի արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով եւ տենց էլի Քանի նկարա, քանի տարվա պատմություն։ Նկարները 7 տարվա ընթացքում նկարած լուսանկարներ են, մոտ մի 120 լուսանկար է, որը ցույց է տալի մեր բանակի խաղաղ օրերի ժամանակագրությունը։ Դրա մեջ ինչ-որ իմաստ ես դրել, թե չէ, իհարկե, մանավանդ, այս քառօրյա պատերազմի տարելիցի ոնց որ Ինչի հողի դողը ոտքերի տակ։ Հողի դողը ոտքերի տակ Լևոն Խեչյանի տեքստերից ենք վերցրել, ուղղակի, չգիտեմ, շատ ուժեղ արտահայտություններ, միանգամից բոլորս որոշեցինք, որ դա անպայման պետք է դնենք ու այդ արտահայտությունը ամեն մեկս կարող է ընկալել, զգալ պատկերացնել յուրովի իմ պատկերացնում դա հողի հանդեպ սիրո դողն է ոտքերի տակ։ Հեշտ ես ընտրել նկարներ, թե ամբողջ հենց 7 տարվա ընթացքում այդքան նկար կար, ոնց չէ, դժվար մենք հավաքել ենք ընդհանուր ու տենց մեր խմբով, հա, տենց ֆիլտրել ենք։ Քառօրյա պատերազմի չէ, բայց թե Չէ, ընդհանուր բանակի 25-ամյակն էր առիթը ոնց որ տենց, բայց նաև նենց ստացած որ քառօրյայի տարելիցն էր, բայց փորձեցինք խաղաղ ոնց որ ժամանակագրությամբ ցույց տալ բանակի առօրյա։ Ողջույն, շնորհավորում եմ։ Այդ անջակ Սարերի քամի նորվերից ես գալիս և ուրեշտակում անհանգիստ տխուր իմ սարերի քամի Սարերի քամի ինչ-որ բան շշնջում ու կորչում է հեռվում անհանգիստ տխուր իմ սարերի քամի Ես գալիս եմ շատ հեռուների Բանակը և բանակային թեման մեր կյանքի առանցքն են։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ռազմական թեմային նվիրված պատկերագիր չհրատարակել պարզապես չէր կարելի։ Խնդիրն ավելի է կարևորվում, երբ գործ ունես Դավիթ Հակոբյան լուսանկարչի հետ, ում տաղանդի մասին ասել բառեր կամ նկարագրել նույնը կլինի ոչինչ չասել։ Հողի դողը ոտքերի տակը Դավիթի առաջին խոշոր պատկերագիրն է, չնայած որ Դավիթ ունեցել է տարբեր ցուցահանդեսներից հետո հրատարակված ալբոմներ, բայց այս մեկն ուրիշ է ու առանձնահատուկ թե Դավիթի, թե այսօր այստեղ հավաքվածների համար, որովհետև սա ժողովածու է, ասել պատկերագիրք, որը մեր օրերի ժամանակագրությունն է, որտեղ ամենակարևորը կյանքը խաղաղ է, զինվորը սահմանում։